Շատ շնորհակալ եմ, բարև ձեզ հարգելի կուսակիցներ, սիրելի ժողովուրդ, շատ ուրախ եմ ձեզ այսօր տեսնել, մի քանիսի վաղուց չեմ տեսել, մի քանիսի հետ ամեն օրվա շփման մեջ ենք, միշտ հաճելի այս հանդիպումները, որովհետև տեսնում ես մարդկանց, որոնք պատրաստ են իրենց ժամանակը, իրենց կյանքը նվիրել մեր պետությանը, եւ դա միշտ հաճելի է։ Ճիշտն ասած, պատրաստել էի այսպիսի արարողակարգային ելույթ, բայց քանի որ ճակատագրական ժամանակներ ենք ապրում, երեք փոխեցի ելույթից ոճը եւ դա կանեմ այլ ոճով, բայց մինչ ելույթին անցնել եք, խնդրեմ մեր վարչության անդամներին, ինչպես նաեւ քաղաքական թիմի անդամներին բարձրանալ այստեղ բեմ, որպեսզի միասին ներկայացնենք այդ ամենը։ Եվս մեկ անգամ ողջունենք մեր թիմի անդամներին։ Նախ շնորհակալ եմ բանախոսներին, շնորհակալ եմ Գրիգոր ջան ներկայացնելու համար մեր ծրագիրը, ինչպես Գրիգորը նշեց, սա մեր այս 7 կետերը կարևորագույն կետերն են, բայց բազմաթիվ շատ հետաքրքիր եւ կարևոր կետեր մնացին չլսված, բնականաբար ժամանակի խնայողության համար ենք դա անում, կարող եք մտնել մեր կայք եւ այնտեղ մանրամասն ամբողջ ծրագիրը ներկայացված է։ Ինչևէ, անցնենք առաջ։ 21 թվականից արդեն 5 տարի է անցել, ժողովուրդ։ Այս 5 տարվա ընթացքում ինչ ասես, որ չենք տեսել։ 18 թվականին երբեք չենք կարող մտածել, որ այսպիսի արհավիրքներ ենք տեսնելու։ Նվաստացում ենք տեսնելու, օրենքների խախտումներ ենք տեսնելու։ Իսկապես մեր մտքով դա չէր անցնում, բայց արի ուտես, այդ ամենը եղավ պատճառների մասին կարող են երկար խոսել եւ դեռ կխոսենք, բայց այս պահին ես ուզում եմ մի փոքր նայենք դեպի ապագա։ Իսկ ապագայում մեզ սպասում են ընտրություններ։ Հունիսի 7-ին հեռու չեն։ Շատ դժվար ընտրության առաջ է կանգնած մեր ժողովուրդը։ Շատ դժվար։ Իսկապես, որ նայում ես քաղաքական դաշտին, տեսնում ես բազմազանություն, բազմաթիվ կուսակցություններ, որոնք հայտ են ներկայացրել։ Ես չգիտեմ, կարող է 30-ի հասնի այդ թիվը։ Բայց որ մի քիչ ուշադիր ես նայում, տեսնում ես, որ ամենը այդքան էլ հեշտ չի, այդքան էլ պարզ չի։ Ամենտեղ կա ստորգետնյա ջրեր։ Եվ օրինակ, մի կուսակցություն, մեկը ասում է, ես խաղաղություն եմ բերել։ Ինձ որ ընտրեք կլինի խաղաղություն։ Բայց որ մի քիչ ուշադիր ես նայում, մի փոքր ուսումնասիրում ես, տեսնում ես, որ իրենց քայլերով, իրենց գործողություններով այս մարդիկ ուղղակի Հայաստանում սպասարկում են Ադրբեջանի շահերը։ Եվ սա ուղղակի խոսքեր չեն, սա ակնհայտ է։ Եվ ամենահետաքրքիրը, ասում են խաղաղություն ենք բերել, բայց որ մի փոքր ուշադիր ես նայում, շատ քիչ, շատ պետք չի շատ խորանալ։ Հասկանում ես, որ ընդամենը իրենց կառավարման ընթացքում բերել են պատերազմ, այնուհետև պարտություն, այնուհետև նվաստացում եւ անդադար զիջումներ։ Եվ այս պարագայում այլ պետությունը, որը քո դեմ է տրամադրված, ինչի պետք է սկսի պատերազմ, եթե դու առանց պատերազմել բոլոր իր կմաճուկները կատարում ես։ Իհարկե նա երբեք չի սկսելու այդ պատերազմը։ Եվ ուստի այս խաղաղությունը խաղաղություն չէ, սա պատերազմի բացակայություն է միջև այն կետը, որ այս պետությունը այլևս էլ պահանջելիք չի ունենա։ Եվ նոր պահանջը, որը դու չկատարես հանկարծ կբերի ցավոք սրտի հենց այն պատերազմի, որի մասին անընդհատ խոսում է գործող իշխանությունը։ Մի քաղաքական ուժ ասում է ես ամեն ինչ կարող եմ լուծել։ Նրանց ղեկավարը ասում է ես այն միակ տղամարդն է, որը կարող է Հայաստանը այս վիճակից հանել։ Բայց որ մի փոքր ուշադիր նայում ես, մի քիչ հետ ես նայում, տեսնում ես, որ հենց ինքը այն մարդկանցից մեկն է, որ Հայաստանը հենց այս վիճակի մեջ գցել է։ Մեկն էլ ասում է ես աշխատատեղեր կստեղծեմ, տեղերը էժան կլինեն,
Ժողովուրդը լավ կապրի, բարեկեցիկ կյանք կլինի։ Լավ բաներ է ասում, իսկապես, ինչ վատ բան է ասում։ Ու սա անում եմ իսեր Հայաստանի։ Բայց որ մի փոքր ուշադիր ես նայում, տեսնում ես, որ խոսքը Հայաստանի մասին չէ, ցավոք սրտի, այնտեղ կա մի ուրիշ մեծ սեր, ընդլայնված սեր, եւ ցավոք սրտի նաեւ մեծ կախվածություն։ Մեկն էլ ասում է. Նոյան տապան եմ ձեր համար կառուցել, ժողովուրդ, քաղաքական նոյան տապան, եկեք բոլորը զույգերով, համեցեք, միասնություն է լինելու, ժողովրդի համար, ժողովրդի հետ, բարեկեցություն, կբարգավաճենք։ Բայց որ մի փոքր հետ ես նայում, տեսնում ես, որ ինչ ժողովուրդ, ինչ միասնություն, միայն սեփական շահերի սպասարկում հենց ժողովրդի հաշվին։ Իհարկե, այս ամենը բելարուսական սոուսով։ Մեկն էլ ասում է, ես Եվրոպամետ եմ։ Եվրոպան իմ կյանքն է, իմ աշխարհն է։ Բայց մի փոքր հետ ես նայում, տեսնում ես, որ այդ մարդը ընդամենը տարիներ առաջ երդվում էր այլ պետության անունով եւ ինքն է ստեղծողը գույքը պարկի դիմաց հասկացողության, ինքը անգամ գովում էր իրեն դրա այդ ամեն ինչը ստեղծելու համար։ Բայց այսօր ինչն է հետարքիր, որ այս Եվրոպամետ մեր ընկերը, որի թաղապետերը հենց թաղապետարան մարդ են ծեծում լրագրողների առաջ, այս Եվրոպամետ ուժը այսօր ուղղակի ԿՊ-ի շատ էժանագին պատձել կանա։ Կան քաղաքական ուժեր որոշ, որոնք ասում են, դե մենք ճիշտ ասած ոչ մի վատ բան չենք արել, նոր ենք մտնում քաղաքական ուժ, վարժ հայերեն արագ խոսում են, մտքեր են արտահայտում, ու ասում են ամենակարևորը, որ մենք ոչ մի վատ բան չենք արել, ընտրեք մեզ, որովհետև լավ է լինելու։ Բայց որ մի փոքր ուշադիր ես նայում, տեսնում ես, հա իրոք, որ ոչ մի վատ բան չեն արել։ Բայց մի քիչ էլ ուշադիր նայում, տեսնում ես, որ ընդհանրապես ոչ մի բան չեն արել։ Լավ, ուր էին այդ մարդիկ, այս 20 տարվա ընթացքում, երբ որ մենք կռիվ էինք տալիս փողոցներում, ջրվում էինք, պայքարում էինք, ծեծ էինք ուտում, կարծում եմ նստած հերոստատուսի դիմաց նայում են եւ որոշում են, որ այսօրը կգա եւ իրենք արդեն հանգիստ կարող են մասնակցել ընտրությունների որպես թարմ ուժեր։ Հիմա կասեք, բոլորի մասին ինչ որ բան ասեցիր, անուն կպցրեցիր, բայց ձեր մասին ինչ կասես։ Եվ շատ ճիշտ կասեք, բայց այստեղ կարևորը, որ ես ամենևին էլ նպատակ չունեի այլ քաղաքական ուժերի վատաբանելու։ Սա շատ կարևոր է։ Ես ընդամենը արձանագրեցի փաստերը, ճշմարտությունը, որը գիտեն բոլորը, մեր ժողովուրդը, եւ Հայաստանում ապրող եւ անգամ Հայաստանից դուրս։ Եվ այո, եկել է ճշմարտության պահը։ Եկել է ճշմարտությունը ասելու պահը, որովհետեւ դիմաց ընտրություններ են եւ մեր ժողովուրդը պետք է իմանա այդ ճշմարտությունը, որպեսզի կարողանա ճիշտ ընտրություն կատարել։ Իսկ ճշմարտությունը հետեւյալն է, հարգելիներս։ Եվ դա արդեն շատ վաղուց մեր ժողովուրդը խոսում է, որ մեր պետությանը, մեր ժողովրդին պետք է նոր ուժ, որը կփոխի այս ամենը, նոր ուժ, որը կփոխի պետական կառավարումը, որը կփոխի այս քաղաքական դաշտը, որը ի վերջո ոտքի կանգնեցնի Հայաստանը։ Նոր ուժ, որը սկզբունքներից չի հեռանալու։ Եվ այդ նոր ուժը, հարգելիներս, մենք ենք։ Հիմա մեկը կասի, բայց մի րոպե, բայց ինչով եք տարբերվում են մնացածից, հոտենց ասելով չի, շատ ճիշտ կասի, իհարկե ասելով չի, բայց հարձակ ասելով չի, անելով է։ Եվ սա շատ կարևոր է, որ մեր ժողովուրդը այսուհետ նայի քաղաքական ուժերին եւ տեսնի ոչ թե ով ինչ է ասել, այլ ով ինչ է արել եւ փառք Աստծուն։ Մենք ունեցել ենք այս հնարավորությունը։ Եվ որ 18 թվականին 100,000-ավոր մարդիկ դուրս եկան փողոցներ մերժելու հին իշխանությունները, նոր ստանդարտներ դրվեց այդ օրերին, նոր սկզբունքներ հայտարարվեց այդ օրերին։ Բայց ցավոք սրտի մենք տեսնում ենք, որ այդ սկզբունքները մինչև այսօր չեն պահպանվել, շեղվել են, գաղափարները հոդս են ցնդել, բայց մենք, մեր թիմը, այն թիմն է, նորից եմ ասում, փառք Աստծուն, որը հնարավորություն ունեցավ աշխատելու այդ օրերին
Մենք 3 տարի աշխատեցինք քաղաքապետարանում եւ ցույց տվեցինք, ապացուցեցինք, որ հնարավոր է սկզբունքներից չհեռանալ, որ հնարավոր է ժողովրդին ծառայել, ոչ թե ծառայեցնել պաշտոնը քեզ։ Եվ դա բոլորն են տեսել։ Չկա մեկը, որ կարող է դա շղթել։ Որովհետեւ երբ որ մենք աշխատում էինք քաղաքապետարանում, չկար մեզ համար ընկերներ, բարեկամներ, ծանոթներ, որոնք պետք է ստանան առավելություններ, բացարձակ չի եղել։ Անգամ ուզում եմ ասել, ես նաև ներողություն եմ խնդրում իմ ընկերներից, բայց շատերը նեղացած են ինձանից, որովհետև իրենց թվացել էր, որ ես քաղաքապետ եմ դարձել, իրենք ինչ որ առավելություն պետք է ստանան։ Չէ, չի եղել այդպեսի, բան չի լինելու։ Դա այդպես է, որովհետև մենք հենց դրա համար ենք եկել իշխանության։ Այսօր ի տարբերություն տարբեր ԿՊԱ-ականների հենց այդ ժամանակ, հա, մենք ապացուցեցինք, որ կարելի է ուղղակի հանգիստ գնալ աշխատանքի, գործ անել եւ հետ գալ, ոչ թե գնել 200,000-անոց, $200,000 ավտոմեքենաներ դնել տակները, օգտվել բոլոր բարիքներից իշխանության, պարգևավճարներ ստանալ։ Այո, մենք չենք գնել այդ մեքենաները, չենք ստացել պարգևավճարները։ Բոլորին մի հավասար աչքով ենք նայել, օրենքի առաջ, որովհետև այո, մենք երբ որ հայտարարում ենք դա, ընկալում ենք, որ դա իրականություն պետք է դառնա եւ իրականություն ենք դա դարձրել։ Մի փոքր օլիգարխներից ասեմ։ Այս խեղճ օլիգարխները իրենց կյանքում առաջին անգամ առերեսվեցին մի շատ դառը ճշմարտության, դառը իրականության հետ։ Իրենք հասկացան, որ այդ 3 տարիների ընթացքում բացարձակ ոչ մի առավելություն չունեն, փողով ոչ մի հարց չեն կարողանում լուծել։ Իրենք միջևեր չէին հավատում այդ իրավիճակին։ Միջևեր մտածում են, ահա, հեսա մի բան կստացվի, բայց այդպես էլ չեղավ։ Իրենք բոլորի պես հավասար ստանում են այն ինչ հասնում է օրենքով, կամ չեն ստանում այն ինչ չի հասնում իրենց օրենքով։ Հիմա մեկը կասի, լավ, այդ ամեն ինչը պարզ է։ Բայց գիտեք ինչ կա, դուք տենց զբաղվում եք բոլորը ձեր գործերով, օրինակ Մարությանը զբաղվում է իր ներկայացումներով, մնացածը իրանց գործերով, որովհետև ընտրություններից առաջ գալիս եք, ասում եք, ասենց քաղաքական հայտ ենք ներկայացնում, մասնակցում ենք ընտրություններին, ուզում ենք որ լավ լինի եւ այլն։ Նախ ուզում եմ ասել, դա այդպես չի։ Մենք մեր թիմը, մեր քաղաքական թիմը մշտապես արձագանքել է բոլոր ամենակարևոր իրադարձություններին, որոնք եղել են Հայաստանի Հանրապետությունում։ Բոլոր, հիմա չթվարկեմ, թե եկեղեցու դեմ արշավը լինի, թե Արցախի հարցերը լինեն, թե այդ մարդկանց ծեծու ջարդը լինի փողոցներում, թե այս թե խաղաղության process-ը, որը գնում է, մենք միշտ մեր տեսակետը ներկայացրել ենք։ Բայց դա մի կողմ։ Իրենք ճիշտ են ասում, այո, մենք զբաղված ենք մեր պրոֆեսիոնալ գործունեությամբ։ Եվ այո, ոչ միայն ես, այստեղ կանգնած բոլորը եւ այս դահլիճում նստած բոլորը զբաղված են իրենց պրոֆեսիոնալ գործունեությամբ, որովհետեւ այս մարդիկ ունեն աշխատանք։ Այս մարդիկ ստեղծել են այդ աշխատանքը։ Իրենք իրենց հալալ քրտինքով են աշխատում այն փողը, որով պահում են իրենց ընտանիքը։ Այո, դա այդպես է։ Իրանք չեն նստել պետության վզին, իրանք չեն նայում ինչ որ օլիգարխի ձեռքին, որը նրան փող է տալի ամսական, որ իր հարցերը լուծի։ Ինչ որ պետությանը շայրը չեն սպասարկում։ Այո, այս մարդիկ ամեն օր գնում են աշխատանքի, ամեն օր ստեղծում են բարիք, ամեն օր զարգացնում են Հայաստանը, եւ հենց դրա համար է, հարգելիներս, որ այս մարդիկ անկախ են, որ դուք անկախ եք, անկաշառ եք, որովհետեւ ոչ մեկից կախում չունեք, ոչ մեկին պարտք չեք, ոչ մեկ այս մարդկանցից ոչ մեկին պարտք չի, որովհետեւ ինքն է իրեն ստեղծել, ինքն է իր գործը, ինքն է իր գլխի տերը։ Չկա մարդ, որը կարող է ասել, այս կանես, այն կանես, այս կանես, որովհետև հիշում ես, ես քեզ ժամանակին լավություն եմ արել։ Չկա այդպիսի բան։ Եվ սա շատ կարևոր է։ Հենց դրա համար է, որ նոր ուժ կուսակցությունը այսօր հստակ կարող է ասել, որ ինքը անկաշառ է, որ ինքը կաշկանդված չի, որովհետև իր բոլոր անդամները այդպիսին են։ Այո, մենք բաժանել ենք մեր կյանքը երկու մասի։ Դա մեր աշխատանքն է, որը կատարում ենք ամեն օր, եւ հանրային կյանքը, որով փորձում ենք մաքսիմալ զբաղվել, որպեսզի օգուտ տանք մեր պետությանը, օգուտ տանք մեր ժողովրդին։ Եվ դա շատ կարևոր է, որովհետեւ ես երբեք չեմ հասկանում, գիտեք, կան քաղաքական գործիչներ, որոնք ամբողջ օրը քաղաքականությամբ են զբաղվում։ Երբ տեսնես գոռում է, նստում է, հել չգիտեմ ինչեր անում, փողոցում է, այստեղ այնտեղ ինչ-որ կարծիքներ, բայց որ մի քիչ ուշադիր նայում ես, լավ, այս մարդուն գումար որտեղից ինքը ընտանիքը ո՞նց է պահում։
Ոնց է պահում ես մարդը ընտանիքը։ Եվ հասկանում ես, որ այս մարդուն պահում են, որ ինքն էլ պահի իր ընտանիքը, որ պետք եղած ժամանակ ինչ պետքա դա ասի, ինչի մասին պետքա դա խոսի։ Մեր կուսակցությունը դրա մասին չի, հարգելիներս։ Դա շատ կարևոր է արձանագրել, որովհետև քաղաքական գործիչները, որոնք գնում են թե իշխանություն, թե ընդդիմություն, ընդ որում իմ համար տարբերություն չկա, որովհետև երկուսն էլ ի վերջո իշխանություն է։ Կերտում են մեր ապագան, կերտում են մեր Հայաստանի ապագան, մեր երեխաների ապագան։ Եվ այստեղ ծախված լինելը ուղղակի նշանակում է ծախել քո պետությունը։ Ուրիշ բան էլ ասեմ, հա։ Մեզ ասում են, այս դերասանն էլի գնա քո գործով զբաղվի, Հայկո ջան, ցավը տանը մեծ կարքինները, բաները լավ է ստացում մոտդ։ Մյուսներին ասում են, դե տնտեսագետ է, տնտեսագետ ջան, գնա քո գործով զբաղվի, այ ցավը տանը։ Այ լրագրող ջան, գնա դու քո գործով զբաղվի։ Բժիշկ ջան, դու գնա քո գործով զբաղվի։ Շո դերասանը զբաղվի դերասանությամբ, բժիշկը բժշկությամբ, տնտեսագետը տնտեսագիտությամբ, ֆիզիկոսը ֆիզիկայով, քիմիկոսը քիմիայով, դասախոսը դասախոսությամբ, քաղաքականությամբ ով զբաղվի։ Ով զբաղվի քաղաքականությամբ։ Անբանները, ոչ մի բանի չհասած մարդիկ ովքեր ուղղակի սպասում են, երբ մեկը երկու կոպեկ շպրտելու վրան, որ ինքը հելնի իր ուզածը խոսա։ Այո, քաղաքականությամբ պետք է զբաղվեն մասնագետները, մարդիկ, ովքեր ցավում են այս պետության համար, մարդիկ, ովքեր կարող են իրենց կարծիքը արտահայտել եւ չվախենալ, որ վաղը առանց հաց կմնան, որովհետեւ իրենք այնքան լավ մասնագետ են, որ իրենց պահանջը կա եւ պետությունը, իշխանությունը կամ չգիտեմ, այդօր գործող ռեժիմը չի կարող իրենց բերանը փակել։ Եվ այսպես իմ ասածը հետևյալն է, հարգելիներս, որ մեր կուսակցությունը, մեր կուսակցության անդամները եւ մենք, այո, գնում ենք այս տարի ընտրությունների։ Մեր կուսակցությունը անկաշառ է, անկաշկանդ է, ազատ է եւ ժողովուրդը եթե որոշի իր որոշումը կայացնի եւ մենք ստանձնենք այդ պարտականությունները, այդ պատասխանատվությունը, մենք պատրաստ ենք այդ անկաշառ ձևով անմնացորդ ծառայել մեր ժողովրդին եւ ամենակարևորը ծառայել Հայաստանին։ Հայաստանին, որը միշտ եղել է եվրոպական մշակույթի եւ եվրոպական ստանդարտների ջատագովը։ Մենք մեր բնորանն է Եվրոպան եւ անգամ այդ մշակույթը կրողն ենք մենք շատ անգամ ավելի շատ, քան այլ պետություններ, որոնք ֆիզիկապես արևմտյան Եվրոպայում են։ Իսկ սա ինչ է նշանակում։ Նշանակում է խոսքի ազատություն, նշանակում է մարդու իրավունքների պաշտպանություն, նշանակում է, որ օրենքի առաջ բոլորը հավասար են, նշանակում է քրիստոնեություն։ Եվ ժամանակն է Հայաստանը հետ բերել հենց այդ միջավայր, որովհետև մենք միշտ եղել ենք այս միջավայրում, ուղղակի մեզ մի փոքր հերվածել են այդտեղից, այնպես որ ընտրելով նոր ուժին, մենք ընտրում ենք Հայաստանը։ Շատ շնորհակալ եմ, հարգելի կուսակիցներ, բավականին ծանր աշխատանք է սպասվում մոտակա 2 ամիսները, այնպես որ ուժ ենք հավաքում, պինդ ենք լինում, գնում ենք առաջ եւ Աստված մեզ բոլորից պահապան։ Ի գործ։